Ողջույն բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներիս, ինչպես եք թանկագիներս։ Այսօր տոնական ուտեստ եմ ձեզ առաջարկելու, խոզի բուդը կողք ենք դնում, այդ բդի մսով համեղ ուտեստ ենք պատրաստում, որ լինի ավելի համեղ, ավելի գեղեցիկ, ավելի տոնական, այսպես ասեմ, ուրեմն սենց մի լավ կտորը վերցնում ենք ու իրեն ուղղակի պետք է բացենք։ Գիտեք ինչպես են բացում, ուղղակի շերտ-շերտ, սիրուն պետք է բացենք, եթե չկարողանաք, ոչինչ, փորձեք կստացվի։ Այս ուղղակի իրենից պետք է երկար շերտ ստանանք։ Աշխատեք շատ յուղոտ չլինի, իր ամենալավ փափուկ հատվածը վերցրեք, խոզի բուդի միս է, դե նշանակություն չունի, որ հատվածը կլինի, կարևորը որ այսպիսի լավ գունդը լինի ու դուք կարողանաք սիրուն բացել, իսկ եթե բացած վիճակում ձերք բերեք, ավելի լավ կլինի։ Ես հիմա այսպես կաշխատեմ, իսկ դուք ականատես կլինեք իմ աշխատանքին։ Յուրաքանչյուր անգամ այսպես բացում ենք ու շրջում եմ, որպեսզի շարունակեմ։ Այսպես, մի կերպ կան հատվածներ, որ նույնիսկ լավ չի կտրվել, պետք է լավ դանակ ունենալ դրա համար, սիրելիներս, հիմա միսը պետք է լավ համեմենք, ամենակարևոր հատվածն է։ Սա մի փոքրիկ կծու, պղպեղ եմ անում կարմիր։ Հատուկ մսի համար նախատեսված, մսեղենի համար նախատեսված համեմունք է։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրը իր սիրած համեմունքը ունի ու շատ հանգիստ կարող է օգտագործել։ Սև աղացած պղպեղ, համեմունքները մի խնայեք, որպեսզի միսը համեղ ստացվի։ Ճիշտ է, միայն համեմունքի համն ու հոտը չի, որ պետք է զգացվի, բայց ամեն դեպքում։ Սխտորի փոշի, այսպես, ամենակարևորը աղ, աղը չենք մոռանում, կարևոր բաղադրիչ է։ Այ հիմա պանիր ենք դնում, հալվող պաների տեսակ է։ Դուք որ պանիրը որ շատ եք սիրում, դա էլ դրեք։ Այսպես, բեկոն ենք դնում, հում վիճակում է, եփված չի, դա շատ կարևոր է, որ հում լինի, ոչ թե եփված վիճակում, այսպես, շարում ենք, հետո ես բաղադրիչները ներքևում դուք կտեսնեք իր հստակ չափերով, ներքևում նկարագրության բաժնում, սա էլ էսպես, և թարմ սպանաղ կարող եք նախապես եփել, հետո դնել, բայց ես թարմով եմ սիրում, այսպես ավելի և տեսքն է գեղեցիկ լինում, և ավելի լավ է ստացվում, իսկ էփածը մի քիչ ջուր է դուրս տալիս, դա է խնդիրը, թե չէ, բայց կարող եք ուրիշ տեսակի որևէ աղցանի թերթիկներ դնել, ուղղակի սա հետո կամ ջեռոց եք ուղարկելու, կամ թավայի մեջ էփելու եք, դրա համար խորհուրդ եմ տալիս այնպիսի կանաչեղեն դրեք, որ էփելուց համեղ լինի։ Հիմա զգուշությամբ, ասենք, սիրուն փաթաթում ենք։ Սա այսպես, սենց սիրուն հավասարեցնում ենք, վերցնում ենք փայտիկներ խոհանոցում օգտագործելու համար, որ կարող ենք ջեռոց տանել կամ տապակել ու բաժին, հիմա մեզ պետք է, որպեսզի մենք անցկացնենք փայտիկը մինչև վերջ, այսպես։
այնքան սուր լինի։ Հիմա յուրաքանչյուր փայտիկի մոտից այսպես կտրում ենք ու բաժին ռուլետների նման տեղափոխում ենք ջեռոցի այսպես ամանի մեջ։ Հիմա ես կշարունակեմ ամբողջը կկտրատեմ։ Լավ սուր դանակ պետք է ունենաք, ես այնքան դանակ ունեմ, բոլոր դանակներս ոնց որ թե այսօր լավ չեն աշխատում։ Այսպիսի սիրուն կտորներ կտրատում ենք ու տեղափոխում ենք ջեռոցի ամանի մեջ։ Սիրուն, տեսեք որքան գեղեցիկ տարբերակ է միսը մատուցելու։ Իդեպ սրանք շատ մեծ կտորներ են, դուք այսպես հետո գեղեցիկ մատուցման ամսերի մեջ դրեք ու կտրատեք երեք։ Քան օրինակ խոզի բուդը ինքը ամբողջությամբ, ամբողջ օրը սեղանի վրա, հյուրերը գալիս գնում են, չեք էլ հասցնում սառը տեղ պահել, չորանում է, տգեղանում է, վերջում էլ գիտեն բոլորը, հետո կտրատում են կամ սարսափցիկ են դնում կամ տապակում են, որպեսզի կարողանան վերջացնել։ Իսկ ես այս տարին, քանի այսպես տեսակներ ձեզ կառաջարկեմ, համեղ տեսակներ կառաջարկեմ, դուք էլ կպատրաստեք ու անուշ կանեք։ Վերջ սիրելիներ ուղարկում ենք ջեռոց, իդեպ ջեռոցում, քանի որ խոզի միսը շատ հեշտ է եփվելու, կտրատել ենք, այդպես ամբողջությամբ չենք ուղարկում ջեռոց, իդեպ կարող եք նաև ամբողջությամբ ուղարկել, բայց քանի որ բեկոն կա այնտեղ ներսում, չեփված վիճակում, խորհուրդ եմ տալիս այսպես, որպեսզի խրթխրթան ու համեղ ստացվի, կտրատած ավելի համեղ է լինում։ Կարող եք երեսը սկզբից ծածկել, մի 10-20 րոպե պահել, հետո ուղարկել, բայց ես հենց այսպես եմ ուղարկելու 30 րոպե, 35 րոպե մոտավորապես, հետո կբացեմ, կստուգեմ, տեսնենք ինչպիսի տեսք ունի, եթե անհրաժեշտություն լինի, էլի կպահենք։ Երբ որ արդեն կտրատում ենք, կարող ենք փայտիկները հանել, որովհետև մեզ փայտիկները այլևս պետք չեն, որովհետև փայտիկները մեզ օգնում են, որպեսզի կարողանանք սիրուն ռուլետներ կտրատել։ Վերջ ուղարկում ենք ջեռոց, այս ամենաեզրի մասը, որ այդքան էլ գեղեցիկ չի, ամեն դեպքում ես կդնեմ, համտեսելու համար իհարկե կարելի է ուղարկել ջեռոց։ Ջեռոցը 180 աստիճանում ենք տաքացնում, սկզբի 10-20 րոպեն 180 աստիճանում ենք էփելու, հետո 20 րոպե հետո իջեցնում ենք 160 աստիճան, որպեսզի շատ չկարմրի, բայց ներսից արդեն եփված լինի, ևս 1-20 րոպե ու պատրաստ կլինի։ Այ տեսեք, պատրաստի վիճակում որքան գեղեցիկ է։ Մատուցեք ինչպես որ սիրում եք, ինչպես որ հարմար եք գտնում։ Ոնց է բուրում չեք պատկերացնի։ Խրթխրթան, համեղ, շատ համեղ է։ Ու ամենակարևորը շատ հյութեղ է ստացվում այսպես, որովհետև բեկոնի շերտեր ենք դրել, որովհետև առանձին կտրատել ենք, նոր ենք պատրաստել, ընդհանուր այսպես մեծ չենք դրել։ Բայց էլի ասեցի, բեկոնի փոխարեն կարող եք որևէ ուրիշ տեսակի ապուխտ դնել, փաթաթել ու մեծ այդպես դնել ջեռոցի մեջ, բայց երբ որ մեծ ենք դնում առանց կտրատելու, անպայման երեսը ծածկեք, որպեսզի ներսից հասցնի եփել ու ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու, իսկ այսպես արագ-արագ վերջացնում ենք։ Դե ինձ սիրելիներս պատրաստեք, տոներին պատրաստեք, ամենօրյա պատրաստեք, ինչպես որ ուզում եք։ Ես ձեզ առաջարկում եմ հետաքրքիր տարբերակներ, խոստանում եմ էլի շատ համեղ տարբերակներ, արդեն իմ ցանկում կա, ինչպիսի տեսանյութեր եմ ձեզ ներկայացնելու, դուք կընտրեք, որը որ ձեզ հարազատ է, որը որ ձեզ ավելի հարմար է։ Շնորհակալություն, տեսեք որքան գեղեցիկ է։ Շնորհակալություն, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ վստահում եք, պատրաստում եք,
պատրաստեք սիրով, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Հաջողություն բոլորին։